Ողջույն բոլորին։ Ես եւ Սալմոն ողջունում ենք ձեզ։ Սալմո, ասա բարև Սալմո։ Չի։ Ուրեմն բետոն այսօր բարև բետո։ Եկել է շուտ այս հեռախոսը ավելի sense լայն է, ավելի մասշտաբը լայն է։ Es que este celular agarra más espacio. O más, ¿sí? Más se abre más. amplia. Sí, la cámara. Ok. Մենք գնացել ենք խանութ, որ մի քանի բան առնենք, տենց եւ այստեղ ուզում եմ ցույց տամ ինչ եմ առել։ Օյ, կպեսա։ Այստեղ sense կրեմ եմ առել, մազերի մասկա։ Ինքը այնքան լավն է, ես իրան մի քանի անգամ առել եմ, ովքեր որ իմ հետ շուտ են, երևի գիտեն, ինքը փոքրն ունի ու այնի 75 պեսո է, իսկ էսի 150 պեսո է, որ այնի կարծեմ 250-300 գրամ է, իսկ էսի 1 կիլո է։ Ու ահագին գնում եմ, որ սենց այնքան լավն է, ինքը սենց ավելի շատ բնական հումքի վրա է ու ահագին օգտագործում ես իրան կարած տարբեր ֆունկցիաներ օգտագործես, հա, տենց ինքը որպես մասկա է, որպես ձև տվող, հա, տենց մազերի համար տենց խնամքի միջոց եւ Բարկան այստեղ կա մազերի այս օգնում է, հա, որ քիմիական բաների է ենթարկվում, տենց ինքը մի բարկան համ մասկա է, համ ուղղակի conditioner-ը, համ ձև տվող, հա, տենց որ մազերի ձև տա, տենց մասկա է, տենց պես որ շատ լավն է ինքը։ Եվ այստեղ գնել եմ էլի նույն ֆիրմայի ներք, որ արմատներից ներք եմ արդեն եկել է։ Արմատներ Եվ այստեղ խողովուրդ գնել եմ, հասել իրավանը, օքսիդը, և այստեղ գնել եմ ացետոն, որ այս ակրիլը հանեմ, և այսպիսի բան, և այստեղ մի հատ խապտոց ունեմ, բայց չգիտեմ ինքին իրա ինչքանով է օգնում, ինչ որ անում է, մի քիչ ավելի կոպիտ բանը խարտոցա պետք, ու սենց Էսի, որ մաքրեմ ես, քանի որ շատ վատ վիճակում է, սենց հասարակ ինչ-որ էժան անոց մի բան, սենց որ իրան սենց մաքրեմ, մեկ-մեկ որ սենց այս վիճակին եմ ընգնում, ունենամ ձեռքի տակ, որ մաքրեմ ես իրան, ոքեյ, սա ացետոնն է, հեսա կդնեմ կմաքրեմ Անի որ մազերիս շատ բան անեմ քաշում, ասի երևի կեքեմ, այսքանում ուզում եմ մազերիս կտրեմ, ուզում եմ շերտեր տամ, մի քիչ ավելի սենց, այ սենց այսքան, սենց որ այստեղից լինի շերտերը կամ սենց, որ սենց ինքը աբյոմ ունենա, տեսնենք, ոնց հաստացվում, ես մազերի բան չունեմ այստեղ, ոքեյ, այսքաններ մեր գնումները, ուրեմն, այսպես նշեցի այսօր շաբաթ է, մենք մի քանի, տենց կտորից մի քանի հատված էր մնաց պակասել 3 հատ առել ենք, հիմա բետոն վերևը տենց դեքորս հետ դնում են, որ ավարտեն արդեն ու անցնենք են մնացած գործերի տենց ժողովուրդ
սկսել էսպեսին գնումները։ Սկսեմ գործել։ Էսի շատ բան է։ Հապուկը։ Չունեին այդ խանութում, ուրիշ խանութը չմտա։ Տեսնեմ։ Ուրիշ ոնց որ չունեմ։ Գնացի։ Ուրեմն ժողովուրդ, ես համոզվեցի, որ էսի, չգիտեմ, իմ կյանքում եւս մեկ անգամ, 100-րդ անգամ, որ եղունգներ սարքել էի մչի, որ եղունգներ սովորել մեկ-մեկ սենց մտածում ես էլի կարող է սովորեմ տենց ես է սարքեմ եղունգներ, բայց չէ ժողովուրդ ես վերջապես իրանց հանեցի, հենց ինչ տարօրինակով երևի մի 2 ժամ ավել է ես իրանց վրա աշխատում, մտածում եմ այս 2 ժամը ես օրինակ ավելի էֆեկտիվ կօգտագործեի կամ չգիտեմ ավելի սենց ինչ-որ ուրիշ մի բան կանեի։ Մեկը իրանք կիսատ են, սենց ու ես ընդամենը 2 ժամ իմ ընդհանուր եղունգները սարքում է, տենց ակրիլը լցվում է, լիցք արվում եւ այլն գույնը դրվում։ Ես 2 ժամում ես իրանց մաքրել եմ, անկոպ սենց խոսքով չէ ժողովուրդ, իմը չի, так что ես գնալու եմ իմ եղունգները սարքեմ հանգիստ իմ համար ապրեմ առանց մտածելու։ Այ, մի խոսքը, okay, ասեք ցույց տամ։ Արդեն վերջացրել են, վերջի բանը դրել են, այսօր 3 հատ պակաս էր, այս կոմինը 3 հատը, այսօր բերել են 3 հատը, տենց պատվիրել էր բետոն, տենց, ու ընդեղ հիմա արդեն դնում են, այդպես, սենց վիճակում են իրանք ժողովուրդ, բայց դե իմ ունեցածով փորձել եմ անեմ խոսքով, ոչինչ թող սենց լինի, եղունգներս մի քիչ կհանգստանա, մինչև տերեսան ժամանակ ունենա ինձ ընդունելու։ Բանանիկներ 1, էսի ինչով 1, 2, 3, ներսը հատվածում էլ կան, մի 5 հատ կարծեմ կա։ Տենց ժողովուրդ։ Տենց չգիտեմ։ Կարծեմ ուզում էի խսել այս մանիկյուր վերցնեի, ներկեմ էնել, կարծեմ տանը չի ինքը, եթե չի եկել դեռ, հələ գնամ, ծենտամ։ Այն հենց եմ ուզում, ես է բարձանամ վերև ժողովուրդ, բայց չեմ կարա։ Այս աշճաներով պետք է բարձանեմ կամ այս կոմից պետք է բետոն աշճաներ դնի, ամուր, որ այս տիպի, պատկերացնում եք, այս տիպի հլվոր, մոտավորապես մի քիչ հարմարոտ, որ կարողանանք բարձանանք վերև։ Բայց հենց եմ ուզում բարձանամ վերև։ Պատկերացնում եք սենց անձրևը գալիս է ու արդեն ոչ մի բան չի լինելու, չի թրջվելու մեր տունը, ջուր չի քաշելու, օй, անցած տարին հենց ենք տանջվել, ուղղակի այդ ամենը ես չեմ տվել մանրամասն ու շատ նեղված ենք եղել անցած տարի, այդ անձրևների պատճառով մեզ շատ նեղացրեց։ Ուրեմն էսի որ արդեն կա, բետոն ուզում էր էսի շուտ դնի, որ անձրևային սեզոնը սկսելու ամառվա ամիսներին, հետո արդեն սենյակի մեջերը սարքվի ու հանգիստ լինելի, տենց։ Մնում է այնտեղ ապակիները, աշճանների վրայի ապակին լավ ամրացնի, որ այնտեղից չկաթի աշճանների վրա։ Տենց հուսով եմ
Շատ շուտ կլինի այն պահը, որ ես այնտեղ կբարձրանամ ու վերևից կնկարեմ։ Տեկրս իշնում է վերևից, սենց վայ, ենի ձեներ հանում, վայի վախեցա, վայի ինգա, չգիտեմ։ Yani ուզում եմ, որ ես վախենամ էլի, ինձ վախացնի, բայց դե գիտեմ, որ մենք խանութ ենք գնացել, սուպերմարկետ, Aurora եւ գնումներ ենք արել։ Եկեք տեսնենք ինչ կա։ Դա շատ բան չեն գնել, բայց ժողովուրդ գներն հենց հա թանկացել։ Իմ սուրճը, որ ես գնում եմ, մի 1060 պեսո գալիս էր, իսկ հիմա 70 պեսո էր, ինչ էր։ Այստեղ պապայա ենք գնել, կես պապայա։ Այստեղ գնել ենք նոպալներ, որ խաշենք, ես պետոն տանում է հետը նախաճաշ, ընդեղ ուտելու, որտի տեղը, այստեղ ունենք լայն, նավա շուկա չենք գնալու, հենց արել ենք էլի տեղից, այստեղ ունենք սմբուկ, 3 հատուց խաղութա ուզում եմ, և կարտոֆիլ ունենք այստեղ, ճիշտն ասած ուզում եմ պերաշկի սարքեմ, և այստեղ ունենք բան, 2 հատ քաղցր կարտոֆիլ, մեկը սենց մեկս։ Ես եմ ուտելու, ճիշտն ասած, դրա համար սենց քիչ եմ վերցրել ու գինը 1 կիլոն 80 պեսո էր։ Շատ թանկացել էր։ Եվ այստեղ ունենք բանաններ, այստեղ ունենք սենց խոնավ անձեռոցիկներ, սուրճը, որ թանկացել էր, այստեղ ունենք մածուն, այստեղ ունենք կարակ, այստեղ սենց յոգուրտ ունենք յակուրտ, սենք շատ համով են, և վերջապես ես գնել եմ կոկոս, վերջապես խմելու ենք, էսա պակտան վաղը, հանգիստ որ լինենք, վաղը, այսքանին վճարել ենք, խամեք էլ, գրպանիստ, մի հատ մանիկյուր եմ կսել, առել, որ կսեմ, սենց նայք, սենց գույն է, ուրեմն այսքանին տվել ենք 563 պեսո, 563 ու 23 պեսո, էտի մոտավոր լինում է 25 դոլար, մոտ մի 12,000 դրամ, okay, և հեսակեք ցիստեմ, այդտեղ մենք ուտելիք ենք առել, կեստադիա մեկել բամբասոս, սի? Հեսա ցույց տամ, ուրեմն այստեղ մեր մոտից թեքվում ենք փողոցը, որ տենց Aurora գնալու ճանապարհին, մեկ է սենց հոտ եմ առնում, այս ինչի հոտ է, այսով սենց համով բաներ սարքում, մտածեցի, տենց ինչ-որ մեկը տանից ինչ-որ սարքում է, չէի հասկանում ինչի հոտ է, բետան ասեց բանի, enchiladasի հոտ է գալի, ու այդտեղ նոր տեղ էին բացել, ես առաջի անգամ էի տեսնում, իրանք ուրբաթ և շաբաթ օրերն են աշխատում, ոնց որ հասկացա, և ես վերցրել եմ դե իհարկե enchiladas և բետոն վերցրել եմ բամբասոս, այսա ցույց կտամ, հեսա որ ուտելուց լինենք, ցույց կտամ, տենց, էսի enchiladasն է, էսի բամբասոս, էսի խոզի կաշի է վերցրել մարինացված բետոն, էսի բամբասոս էս բանով, իրա մեջ բանկը, էսի խոզի կաշի է մարինացված, էսի ոնց որ բանը մեջը, թթվասեր, պանիր,
1000 տերևներ եւ այլն։ Սա էլ իմ կեսադի եմ ասում, como enchiladas, ահա, այստեղ ունենք մարինացված տենց բանջարեղեններ, կարտոֆիլ, պանիր եւ իր մեջ կա նաեւ պանիր եւ սոուս ունենք, տենց, արի խորժակ բոլորին, պեկի կփորձենք տեսնենք, te gustó? ¿Tú y el cuerito? With your scientific education and with your existing knowledge of the crowds, Ուզում եմ փորձել բետոյի ու տեստը, դու չեմ փորձել, չեմ հիշում, որ կերել եմ երբևէ, չեմ հիշում։ Está bueno. Ոչինչ, բայց չի վերցնի ես։ Իմը լավն ավելի։ Ողջույն, մենք գնում ենք եկեղեցի, ուշացել ենք արդեն իսկ, բայց խնդիր ունենք բաղնիքի հետ կապված։ Տենց բետոն միջև տենց չնայած չեղավ, չգիտեմ ինչ պետք է անի։ Okay։ Գնում ենք շորիկ եմ հագել ես, բայց ինկաներով, թե իհարկե։ Եվ այս պայսակս եմ վերցրել։ Սալմոն։ Ես բախեցա։ Okay, սենց ես ուզում եմ այս հատվածում սենց երկար հայլի դնեմ, մտածում եմ։ Տենց չնայած այս դարակը այստեղից դուրս է գալու հետագայում, այստեղ գուցե սենց մեծ լինի։ Տեսնենք, միտեղ ուզում եմ սենց երկար, սենց ոտից գլուխ բան հայլի դնեմ։ Չէ Սալմա։ Չէ Սալմա։ Սիրուն աչուկները։ Okay, ժողովուրդ։ Ելը սպասում եմ, որ իրան դուռը բացեն ինքը դուրս գա, բայց արդեն գնում ենք։ Gordito-na. ¿Qué está pasando, gordito? ¿Qué está pasando? Ուրեմն այսօր կիրակի է, դե ինչպես իմացաք, մենք արդեն տանն ենք, այսօր ոչինչ չենք նախաճաշել եւ մի քիչ առաջ վերադարձել ենք եկեղեցուց ու նախաճաշում ենք, այստեղ ունենք ուրեմն տորտաս դե կամարոն, այսպես այս բաներ են կոչվում, ծովախեցգետնի կոտլետներ, կարելի է այսպես ասել, եւ այստեղ ինքը ունի նոպալ, կարծեմ Tiene papas o es մի քիչ կարտոֆիլ կա իր մեջ, շուտ սոուսի մեջ, առաջի անգամ եմ ճիշտ ասած ուտելու, բետոն երեք աշխատանքի վայրից է բերել, էնել այլ բան ենք կերել, երեք այդ բանը կերանք, չիլադասը կերանք, սեցեսի մնաց, ու այստեղ լիմոն լայմ ենք իրան ճզմելու իր վրա, և տորտիյաներով ուտենք, տեսնեմ ոնց է համը, Volveré a bajar en unos minutos para escuchar más historias sobre ti aterrorizando a Joyce. Y tú empieza la lista de cosas que puedo reparar. Oh, no creas que no lo haré. 5, 6, 7, 8. Filming time.
գզգզված ասերս, ոնց ասես հավաքեցի, որ Este es argentino. No es una carrera. ¿Es el camarón? ¿El camarón seco? չորացած ծովախցկետին է։ Աչքս եմ տոլման տակացնեմ։ Փաթորի երբ որ գնացել էի բանի Դանիելայի տուն Նախաճաշին, նախորոք տենց իրար հետ ենք երկուսով ենք մարդ եկել դեռ ու սուրճ ենք խմում, զրուցում ենք բան ու Դանիելան ինձ այս թխված գաբլիցներից հյուրասիրեց։ Ես չեմ հիշում, արդյոք կերել եմ սրանցից չեմ կերել, իրանք դարչինով թխված գաբլիցներ են ու ինքան լավն էին ու ինք չգիտեմ, ես այդքան տենց դարչինի ֆանատ չեմ, տենց հա ուտում եմ, բան, բայց որ ասեմ, տենց ասեմ, վախ ես ուզում եմ դարչինով թխված գաբլիցներ չեմ, բայց սրանց տեքստուրան նենց լավն է, սենց չիպսան նման, սենց խարտ-խարտան, որ բետոն գնաց ավրերը, բաներ ուզում առներ, նև չկար, խնդրեցի, որ եթե պեչենիներից լինի, բերի, սենց իրանք երկար պեչենյաներ են, հիմա բանը, բետոն սուրճ եմ սարքել բետոյի համար, ես էլ սա եմ համար թեյ սարքեմ, չնայած այստեղ ես թեյս ունեմ, բայց տեսի անկապ խմում եմ, անընդհատ խմում եմ, եսի ոչ։ Okay, սենց երկար իրանք սենց պատկաբլիկներ են, լավն են, որ So, okay, ժողովուրդ, ուրեմն չգիտեմ, եթե երևի Ամերիկա Միացյալ Նահանգներում կարող եք գտնել, հա, մեքսիկական խանութում կամ չգիտեմ, մեծ սուպերմարկետներում, սենց որ թխված գաբլիթներ շատ համով են, եթե սիրում եք դարչինի համը, սարք սիրեք, ինքան որ սենց ինքը դարչինը սենց դառնությունը բան ընդհանրապես չկա ու ինքան լավն է։ Այնպես։ Մի թեյ դնեմ, նորմալ, ես է խմեմ, բա։ Հետո այստեղ ճյուղերը կտրում է, որ աշճան դնի ու կարենակ բարձրանանք վերև, թե ոնց եմ բարձրանալու ես չգիտեմ, մենակ Աստված գիտի, աղոթեք իմ համար։ Ժողովուրդ չկարեցա բարձրանամ, գզգզված վիճակ, ոյ դյուս միա, նենց վախեցա, սենց տեղ չկա աշճանները, շատ սենց նեղ տարածք մենայք բետոն, ոնց է բարձրանամ, պետք է դից բարձրանայ, չէ, բախում եմ։ Այս վլոգս ուտելու մասին է ժողովուրդ, ես մեղք չունեմ։ Ուրեմն բետոն գնացել է տակո առնելու, այստեղ ես լրիվ չեմ ուտ, քանի ¿cuántos son? 3 ¿Qué? 3 հատ տակո այստեղ բիստեկ, խոզի միսը, այս էլ բետոյնը խոզի, տավարի գլխի միս, ես այդքան տենց շատ չեմ սիրում ուտում եմ, բայց տենց վրեն սոուս է լցել, կանաչի, այստեղ տարիս են կենե չիլե, լիմոն, բան, տենց վավշում հեսա ես էլ եմ վրեն դսնելու ու երևի երկու հատ ուտեմ հաջուր, տենց։ Ողջույն բոլորին, ուրեմն այսօր երկուշաբթի է և ամսի 14-ն է իհարկե ապրիլի և ուշադրություն մի դարձրեք իմ հազարին հյուսած է ու հեսա վաղն եմ ուզում քանդեմ, քանի որ վաղը ինչ-որ գործ ունեմ, չորեքշաբթի օրն էլ պետք է դուրս գամ, ուզում եմ սենց մնա, հետո նոր կլվանամ, ուրեմն այսօր էլ որոշել եմ խոհարարություն անեմ, քանի որ ինքը սենց հավաք հակապած է,
Սենց մնա։ Okay։ Ուրեմն ես որոշել եմ այսօր, քանի որ ոչ ծառայություն ունեմ, ոչ դաս ունեմ, տան գործերով զբաղվեմ, նաև երկշաբթի օրը իմ տան գործերով զբաղվելու օրն է, եւ ուզում եմ թխեմ բուլկի, չամչով բուլկի եմ ուզում թխեմ, վաղուց չեմ թխել, վաղուց, շատ վաղուց, երևի տարուց ավել է, եւ բերաշկի։ Այսքանը։ Ուզամ կհասցնեմ։ Մտածում եի ապուր սարքեմ, բայց եթե պերաշկին լինելու է, նենց կսարքեմ, որ իրիկունը տենց բետոնգա տաք լինի ու հիմա ժամը 11:41 առավոտը, հեսա մի հատ սենց գործ ունեմ բռազի մեջ, դա անեմ, ազատվեմ, հետո արդեն սկսեմ բուլկի խմորը սարքեմ, Էդի թող լինի իսկ բանի խմորը, բայց ես ալյուր ունեմ, հարց, պետք է։ Okay, ես ոնց որ շատ քիչ ալյուր ունեմ ու այս պահին դժվար դուրս գամ։ Եթե չստացվի դուրս գալ, կամ գուցե այստեղ կողքի խանութում հարցնեմ մի կիլո, որ ունենան, տեսնեմ, կստացվի, եթե բուլկին չստացվի, պերաշկին հաստատ ուզում եմ թխեմ, որ այսօր բետոն գա, խոստացել եմ բետային, որ գա տենց ուտենք, այսքանը, ինձ հաջողություն մաղթեք և ես անցնեմ գործին, նաև ես այսօր սկսում եմ մարաթոնը արջուկի, իրենց շորիկ եմ հագցրել, ոչիկով, կոճակներով և ուրեմն այդպես պետք է թեյս սարքեմ, որ այսօր խմեմ, նաև ես հավասար պետք է գործեմ մարաթոնի մասնակիցների հետ։ Sí? Huevo? Sí. Uno? Կիններ ձու էր ուզում, երևի պակասա երեխեքի համար տենց ձված եղբարան, չգիտեմ, մի խոսքով, okay, մեկ էլ, թե ես պետք է խմեմ, մեկ էլ ես պետք է հավասար գործեմ ու տենց, ուրեմն պայմանները նենցա, որ ես պետք է դնեմ սխեմայի մի հատված, ուրեմն առաջի հատվածը լինելու է ձեռքերը և ոտքերը և 3 օր մնալու է, 3 օրվա մեջ դուք պետք է գործեք այս խաղալիքը ձեռքերն ու ոտքերը ու ջնջելու եմ, այսինքն և սա անում եմ, որպեսզի, չգիտեմ, մոտիվացվենք, որպեսզի ակտիվացնեմ ալիքս, գուցե հետո ալիքում էլ ինչ-որ կազմակերպեմ նման մարաթոններ և տենց հավես է իրար հետ, գործելը իրար հետ տենց, okay, ես ուրեմն անցնեմ իմ գործերին, կհանդիպենք մյուս հատվածում, տեսնեմ այսօր ստացվում է բուլկել, թխեմ թե չէ։ Ես այստեղ արդեն կարտոֆիլը պատրաստել եմ, տենց ինքը շատ կարմիր չի եղել, չեմ ուզում շատ կարմիր և այստեղ նայեք խմորս, ես երկրորդ անգամ վրա հունց եմ արել, երկրորդ հունցել եմ, բայց նայեք սենց արդեն նորից բան է լինում, ուղղակի չգիտեմ, հիմա մտածում եմ մի անգամ էլ հունցեմ, հետո սպասեմ ու նոր բետոյի գալու ժամանակները նոր կտխեմ, քանի որ ձեթս այսքանն է ու բետոն որ գա, եթե պրծած լինի ձեթս ուղարկեմ առնելու, ովից չկա դուրս գալու, պետք է փոխվեմ, մոզերս քանդեմ, դա մի խոսքով տենց, դուք ինձ արդեն հարազատ, այս ինչ ա եղել, դուք ինձ արդեն հարազատ դարձած մարդիկ եք ժողովուրդ, ընդունում եք ինձ մեծամասնությունը, այնպեսին ինչպեսին ես կամ, okay, սենց ինչ-որ կարմրած դեմքով, կամ չգիտեմ,
բայց ուզում եմ ասեմ, որ հոգնել եմ արդեն։ Երևի մի հատ հունցեմ նորից մի հատ էլ գա ու բանանեմ ու նոր թխեմ։ Ժամը 3:30 քանիս է։ Ալեքսա, ¿qué hora es? Buenas tardes, Annie. Son las 3:41 de la tarde. Otra vez lunes. Menos mal que... Տեսակ ինչ ասա, 3:40։ Տենց։ Մի խոսքով սպասում եմ երևի մի հատ էլ ունցեմ։ Սպասեմ գա ու 4:00 քանիս կսկսեմ։ Ահա, ուրեմն նայեք եղունգներս կտրել եմ, քանի որ շատ փափկած է ժողովուրդ հիմա օրինակ ասենք նայեք ես անընդհատ խմորի հետ գործ եմ անում, անընդհատ գործում եմ, անընդհատ չգիտեմ իմ ձեռքերը ջրի մեջ է ու իրանք չեն դիմանում։ Տեսա նայեք երեք եմ քսել, բայց արդեն մաքրվել է ինչ-որ տեղեր, եղունգս ջարդվեց, ստիպված այդպես կարճացրել եմ, բայց ոնց որ դուրս գալիս է սենց նայեք կարճ իմ դուրս գալիս է սենց կարճ քառակուսին։ Տենց, այնպես որ ես ժամանակ չունեմ եղունգ սարքելու։ Եվ այստեղ պապայա ունեմ, ասի ուտեմ, քանի որ շատ փափուկ էր ու եթե մի քիչ էլ մնա, մինչև վաղը մնա, կփչանամ։ Մի հատ էսա կոֆե դնեմ, մի հատ վրահունց անեմ։ Մեր նոյեմբերյանում վրահունց են ասում։ Ու մի հատ կոֆես խմեմ ու անցնեմ գործերի, արդեն թխելու։ Խնդրեմ, ժողովուրդ։ Եվ սկսեմ սարքելը, ուրեմն այստեղ թթխմորս նոր հանեցի, հենց մի րոպե, կես րոպե առաջ։ Սա ուրեմն կկերակրեմ այսօր և կդնեմ նորից սառնարանը, իսկ պերաշկիների խմորը ուղղակի դրաժով խմոր է։ Ուղղակի դրաժով խմոր։ Մեկ ինչ լավն է։ Ընտիրություն։ Այստեղ պերաշկիները, ինքը մոքը շատ մոքացույց տալիս, սենց մոք չի էլի, ինձ նորմալ երանգի է, չգիտեմ, խիատ ինձ, մի քիչ ես մասը, մի քիչ կարմիրած է, բայց շատ տենց ուշ, շատ մոք չի։ Այստեղ լինում են, հեսա շրջեմ, և այստեղ ընթանում է ընդհանուր պրոցեսը։ Բա։ Մի քանի հատ կերել ենք, մի քանի հատ բաժանել եմ, ու համով էր շատ, խմոր շատ թեթև էր ստացվել։ Անցած անգամ, որ սարքեցի, շատ ծանրոտ խմոր էր եղել, չգիտեմ ճիշտն ասած, ինչն էր պատճառը, երևի վրահունց չէի արել, կամ չգիտեմ, չեմ հիշում ճիշտն ասած, բայց այս անգամ շատ թեթև խմոր է եղել, երևի, որ մի 3 անգամ վրահունց եմ արել։ Նաև, որպեսզի շատ շուտ հասունանա, ուրեմն, և որ դրոժը գցում եք, ավելացրեք մի փոքր թեյի քթալ, տենց շաքարավազ ինձ խորհուրդ են տվել, ես էլ ձեզ եմ խորհուրդ տալի ու շատ շուտ հասունանում է, մի կես ժամում հասունանում է, ավելի շուտ։ Ու շատ թեթև խմոր է ինքը իրականում եղել, շատ։ Փափուկը, անցած անգամ սենց չոր եղել, բետոն էլ հիշեց, որ անցած անգամ այդքան էլ տենց
հաջողակ չէր ստացվել։